Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրապետյան, գործադիր այսօր հավանություն տվեց հունվարի 27-ը հիշատակի և խոնարհումի օր սահմանելու ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը։ Պատգամավորներն ասում են, որ մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կհարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը, կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ, ըստ նախագծի այդ օրը կլինի հունվարի 27-ը, դե իսկ արդեն հունվարի 28-ին, ինչպես միշտ կնշենք ու կտոնենք բանակի օրը որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ։ Նախ կարևոր է ունենալ այսպիսի առանձին մի օր, հատուկ պետական օր, իդեպ նաև ոչ աշխատանքային, որպեսզի հենց այդ օրը մենք այս մեր անկախ պատմության ընթացքում բոլոր, այսպես ասենք, արհավիրքներին զոհ գնացած անձանց հիշատակահարգենք, հա։ Ճիշտ ասած, չէ, կարծում եմ, որ ոչ անհրաժեշտություն չկար, որովհետև մեր տոնացույցը, որ նայենք, իսկ ցանկացած ժողովրդի տոնացույց իր մենթալիտետի ուղիղ անդրադարձն է, արտացոլանքն է, մենք կտեսնենք, թե որքան շատ հիշատակի և սգո հետ կապված տոներ կան, և լավ կլիներ, որ ընդհանրապես միավորվեր դա, ինչ-որ մի տեղում լիներ և ոչ թե պարբերաբար ունենայինք։ Ոչինչով չի տարբերվում փիլիսոփայություն նրանից, ինչ-որ մի հատ վարչապետ ունենք, Տիգրան Սարգսյան։ Նա էլ տարեկան 6-7 անգամ մեռելոցի օր էր նշում, երևի թե դիտմամբ մեռելոց հասկացությունը ընդհանրապես մեր մեջ արժե զրկելու համար, ցանկալի կլիներ, որ իհարկե այդպիսի մի բան ունենայինք միայն զատկական տոնին հաջորդող օրը, բայց ոչ անընդհատ, որ զզվացներ։ Հիմա դա է կատարվում Հայաստանում էլ։ Փիլիսոփայությունն է, որ խոտելի է, թե չէ իհարկե, բնականաբար զոհերը բոլորիս համար թանկ են, մանավանդ եթե դրանք իմաստավորված զոհեր են և ոչ թե անիմաստ զոհեր։ Շատ հաճախ քննադատություն է լինում է, ասում են, օրինակ, ինչու սեպտեմբերի 27-ին ինչ-որ մի միջոցառում չարեցիք, ինչու նոյեմբերի 9-ին չարեցիք, ինչու սեպտեմբերի 13-ին չարեցիք, հա, այսինքն այն բոլոր առանցքային դրվագները, այս մեր վերջին շրջանի պատմական, ու այսպիսի մի օր վերցնել և հենց այդ օրը արդեն ոգեկոչել, հարգել ու խոնարհումը բերել։ Մենք այդպիսի մի օր ունենք ապրիլի 24 և գիտեք Աստվածաշնչում, որի մասին որ խոսում են նահապետներից, հա, որ մահանում են, վախճանվում են, ասում են գնաց խառնվելու իր ժողովրդին։ Այսինքն եթե մեր ժողովրդի համար ողբերգության օրը ապրիլի 24-ն է, ապա կարելի է այդ ամբողջ հենց այնտեղ տանել, բայց գուցե ես սխալվում եմ, այստեղ հոգուս մեղք չվերցնեմ։ Բայց բազում այդպիսի տոներ ունենալը իհարկե արժե զրկման միտում ունի, կարծում եմ, թե։ Երկար քննարկումներից հետո Ավագանին էլ վերջապես որոշեց և հավանություն տվեց, Լենինգրադյան փողոցը անվանափոխվեց Քրքորյանի անվամբ, շատ բուռն էին քննարկումները այսօր Ավագանիում այդ հարցով, ընդդիմադիրները պնդում էին ինչպես կարող է Քրքորյանի անվամբ փողոց անվանակոչել, երբ եթե այդ մարդը կենդանի լիներ ու Հայաստանում լիներ, հիմա բանտում էր լինելու ձեր իշխանության օրոք։ Չէ ուզենա քաղաքականացնել, այդ մասին ամենևին չի հետաքրքրում, բացարձակապես, որտեղ քաղաքականությունը հիմա շրիշակային մակարդակի վրա է, բայց այդ հոգեբանական մասով կարող եմ ասել, գիտեք, եթե ամնեզիայով չեն տառապում մեր նորելուկ քաղաքական գործիչները, հանրային գործիչները, ապա խնդրեմ թող 90-ական թվականների մամուլը թերթեն, 90-ականների սկզբի մամուլը և կտեսնեն, որ հենց նույնիսկ այդպիսի վերնագրերով, հա, տոնացույցերի, փողոցների անունների վերափոխման հետ կապված հոդվածաշարեր ունեմ անգամ, բայց գիտեք, այստեղ նրբություն կա, չի կարելի և կարծում եմ, թե դիտմամբ են անում, կամ տգիտությունից կամ գործակալ լինելուց դիտմամբ են անում, որպեսզի արժե զրկեն։ Իհարկե Լենինգրադյան փողոցը կարելի էր թողնել հենց Լենինգրադյան, որովհետև օրինակ Եվրոպայի մայրաքաղաքը, որտեղ գտնվում են Եվրոպայի, չգիտեմ, Եվրամիության, Եվրախորհրդի, Եվրախորհրդարանի կենտրոնները, ես ապրում էի մի հյուրանոցում, որը գտնվում էր Ստալինգրադյան փողոցի վրա։ Բրյուսելում նկատի։ Այո, Բրյուսելում, այո։ Այնպես որ այստեղ Լենինգրադյանը կարծում եմ, թե փոխելու կարիք չկար, բայց որ փոխում են Քրքորյանին, շատ էլ նորմալ են անում։ Քրքորյանը
որոշակի մատուցած ծառայություն ունի, բայց չեմ կարծում թե իր կամքով ամերիկյան պետությանը դա էր պետք Քրքորյանի միջոցով արեց։ Այլ փողոցների անվանափոխման կարիք ունենք Միկոյան, Խանջան, Շահումյան։ Այստեղ թացը չորի հետ դարձյալ չխառնելու համար, օրինակ երկու փողոց կա, որ դա մեր ամոթն է, որ մնացել են հին անվամբ այդ փողոցները, մեկը Նայրիզարյանի եւ մյուսը դրա սկիզբը Հրաչյա Քոչարի փողոցները, որոնք ամենասև դերն են կատարել 1920-30-ական թվականներին, ընդհանուր մինչև 50-ական թվականների սկիզբը մեր պատմության մեջ եւ մեր մտավորականներից շատերի գլուխը կերել են չեկիստները, հենց նրանց ուսմունքները, նրանց հոդվածները հիմքում դնելով, թեև եթե դա այլ չներ միևնույն է ուտելու են, բայց իրենց խղճի առաջ։ Խոսքով մեր ամոթն են օրինակ այդ երկու մարդիկ, այո։ Խանջյանի հանդեպ դերահավատություն ունեմ, որտեղ վերջում իհարկե ինքը իրոք մեր Նայիրյան են, որ տեսակը դարձավ ինչպես Չարենցն էր ասում, այո, բայց սկզբում նրա անցած ճանապարհն էլ մի բանի նման չէր։ Միասնիկյանի հանդեպ կարող ենք վերապահումներ ունենալ, եթե այսպես գնանք բոլորի հանդեպ վերապահումներ կունենանք, այն դասական սրիկաներին է ուղղակի պետք անել։ Դե Միասնիկյանը կարծի պայմանագիրը ստորագրող կառավարության ղեկավարն էր։ Ովքեր են դասական սրիկաները։ Ասացի Նայրիզարյան, Հրաչյա Քոչար, դրանք խայտառակություն են։ Խայտառակություն է մեր հրապարակից, հանրապետության հրապարակից ընդամենը 20 քայլ կամ 30 քայլ ներքև գտնվող այդ անմար կրակի հուշարձանը, որ մեր երկիրն անկախությունից զրկած ռուսական ագրեսոր, Հայաստանը անեքսիայի ենթարկած, անկախ Հայաստանն առանց պատերազմ հայտարարելու անեքսիայի ենթարկած ռուսական 11-րդ բանակին նվիրված հուշակոթողը, այդ անմար կրակը, մանկական այգում գտնվող նույն բռնի, վատ, չար, մեր պետության թշնամի 11-րդ կարմիր բանակին նվիրված հուշակոթող, այդ դրանք իրոք որ հանելը պետք է, օրինակ ասենք Լենինգրադյանի հարցում թերահավատեմ, օրինակ ասենք կինո Մոսկվայի մասին, հիմա շատ հաճախ են գրում կինո Մոսկվայի մասին, գուցե համալիր կառույցի համար Ֆրանսիայի հետ է կապված, Շարլ Ազնավուրի հետ է կապված, գուցե թե տրամաբանության ենթարկվում է, բայց ախր Մոսկվայի հանդեպ մենք ինչ ունենք, կոնկրետ քաղաքի հանդեպ կամ քաղաքի բնակիչների հանդեպ, մենք Մոսկվայի պետության հանդեպ ունենք մեր վերապահումները, ընդհանուր մինչև հակառակորդ լինելը։ Չգիտեմ, այդտեղ պետք է շատ ավելի աչալուրջ եւ հոգեբանական խորքը իջնելով մտածել։ Դրանք տեղանունները, անվանումները նաեւ դասագրքեր են։ Հիմա պղծում են մեր դասագրքերը։ Ես կուզենայի, որ գոնե հրապարակային դասագրքերը չպղծվեն։ Օրինակ ինչ է նշանակում, տեսեք, դրանով նույնիսկ ոգևից խմիչքների գործարան կա, չէ՞, Աֆշար, հերիք չի գյուղ կա, թուրքական ցեղի անուն է։ Հա? Հիմա թուրքական ցեղի անունը այնտեղ դրված է Ալավերդի, ասում են մեկ ինչքան վիրավորական է, ոնց միջև հիմա այդ կարգին ժողովուրդ է ապրում, լոռեցները մեր հայ ժողովրդի ամենալայց, ամենահամով հատվածն են, ոնց կարելի է մարդկանց քաղաքը թողնել Ալավերդի անվան տակ։ Իդեպ այդպիսի շարժումներ Հայաստանում եւս եղան կոմունիստական շրջանում 50-ական թվականներին, երբ որ Հովհաննես Շիրազը մանավանդ գրեց, հենց այդ վերնագրով պոեմ գրեց մեր գյուղերի անունները։ Եվ նաև անձանց մասին գրեց, որ անուններն ամոթ է, թող գնան իրենց անունները փոխեն, ազգանունները փոխեն, խայտառակություն է, սա այո դասագիրք է, թե մենք ինչ դասագիրք ենք տալիս մեր երեխաների ձեռքը, վաղը այդպիսի սերունդ ենք ունենալու։ Երբ որ մայրը երեխայի ձեռը բռնած կանցնի հրապարակի մոտով եւ հպարտ կասի, սա մեր հրապարակն է, մեր պետության, մեր հայրենիքի սիրտը, սրտի սիրտը, կասի բա սա ով է, մեր սրտի սիրտը ոչնչացրածն է, դրանց հուշակոթողն է, հասկանում եք աննորմալությունն ուր է հասնում։ Երեխայի մեջ կառաջանա երկմտանք, ուրեմն կարելի է նաեւ հայրենիքի դեմ լինել եւ հուշարձան ունենալ, ինչպես օրինակ են մի քանի տականքները, ովքեր 11-րդ կարմիր բանակն առաջնորդեցին Հեղկոմի մասն է, խոսքը Բաքվում ստեղծված Հեղկոմը, որը 11-րդ օկուպացիոն բանակը առաջնորդեց, եկան Երևանը գրավեցին։ Մենք դա օրինակ իմ պատանեկության ընկերոջ Թաթուլ Կրպեյանի անունով էլ դպրոց անվանակոչվեց, որպեսզի հանկարծ չասեք, որ շատ չոր եմ դնում, դրա համար իմ ընկերոջ, իմ սիրելի ընկերոջն են մեջբերում։ Օրինակ ես կողմ չեմ, որ մեր դպրոցներն անվանակոչվեն ռազմական գործ, հոմո սովետիկուսություն է, սովետական մարդու մտածողություն է։
Եթե դա գիտության օջախ է, դաստիարակության օջախ է, ապա եթե պիտի անվանակոչվեն, ապա հենց այդպիսի մարդկանց անուններով, որոնք գիտության հետ են առնչվել, կրթության հետ են առնչվել կամ այդտեղ ունեն մատուցած ծառայություններ, իսկ հերոսների անուններով մենք ակադեմիաներ, այդտեղ Սովետի Եվրոպայում ջոկատներ, հա, ամեն դասարան մի հատ պիոներական ջոկատ էր, ես հիշում եմ, որ ես փոքր էի, մեր Նելսոն Ստեփանյանի անվան ջոկատներ, թե դրուժինան ինչ էր, դպրոցն էլ դրուժինան էր, էլի, ինչեր չեմ հիշում, բայց այդպիսի բաներ դասասենյակներ կարելի է առանձին նրանց նվիրել, թանգարանային հատված ունենալ, բայց էլի չչափազանցնելով մենք ոչ մի մեր ազգային թերություններից խոշորներից մեկը սահման չճանաչելն է, ամեն ինչ չափազանցրած ենք անում, ամեն դպրոցում մի հատ տենց բան սարքել պետք չէ զզվեցնելու աստիճան, ինչպես քիչ առաջ սփխեշների մասին էի ասում, չէ։ Եթե տեղանունների մասով, օրինակ հիշեցի Կալավերդի, Աֆշար եւ այլն, պարզ է սրանց կարեւորությունը, նշանակությունը, հա, այդ միջավայրի անունը ինչ է, հա, պիտի երևի նաեւ արտացոլի այդ տարածքին բնորոշ վարկ, բարկ, պատմություն, չգիտեմ, մտածողություն, հազար ու մի բան։ Ընդհանուր նաեւ ինչու՞ չէ, նաեւ, չգիտեմ, բնության հետ առնչություններ եւ այլ հազար բան կարող է լինել դրա տակ։ Իսկ փողոցների դեպքում դրա նշանակությունը ինչով է պայմանավորված, հա, զուտ անձի վաստակով, թե օրինակ փողոցի անվանակոչումը կամ անունը ինչ որ նաև ազդեցություն է գործում, ինչ որ նշանակություն ունի, ինչ մշակույթ է տալիս, հա, կամ մշակույթի մաս է, մաս չէ։ Անշուշտ մշակույթի մաս է, ասացի են, որում կրթական մասն է մշակույթի, դաստիարակչական արժեք ունի նաև անվանակոչումը։ Ես ուրախ եմ, որ ես մեծացել եմ, օրինակ, ասենք, Թոթովենցի փողոց էր կոչվում մեր փողոցից, Վահան Թոթովենցը, որի գլուխը կոմունիստները կերան։ Վահան Թոթովենցը մեր նշանավորագույն հեղինակներից, ամենաչքնաղ հեղինակներից է, բայց օրինակ ինչ պիտի ասի Հրաչյա Քոչարի փողոցում ապրող ծնող իր զավակին, Նայրիզարյանի փողոցում ապրող իր զավակին, պիտի ասի էսեներ, որ Բակունցը բերդում նստած, սա դաշնակցական իր բան, ինչ ասես գրում էր եւ ժամերով կամ օրերով մոտեցրեց նրա գնդակահարությունը, ոչնչացումը, ինչ լավ բան պիտի ասվի։ Թե արխիվները չեն բացելու մինչև վերջ։ Այդով արխիվները բացեն եւ կտեսնենք։ Եվ իրոք դա դասագիրք է, այո, նշանավոր գործիչներին հայրենիքի արժեվ ունեցած ծառայություն, ըստ այդ ծառայությունների պետք է անվանակոչել, իհարկե։ Լավ կլիներ, որ մենք Նյու Յորքի նման գծված քաղաք ունենանք, թվերով ասենք, այս ինչ ավենյու, այս ինչ փողոց, հա, հատման կետում չշփոթվել այլևս, բայց հիմա մեր լանդշաֆտն այնպիսին է, որ փողոցները ծուրտիկ-մուրտիկ են գնում, բնականաբար անվանակոչենք, համ էլ դա ինչու՞ չէ, թող իմանան, թե պետությունը որն է արժևորում, ինչ արժեք է բերում։ Ասացիք քաղաքականությունը շրշակի մակարդակի վրա է, նաև այն ինչ մենք հիմա խոսում ենք, դա եւս քաղաքականությունն է, այսինքն քաղաքականությունը մշակվում է, հարցեր ունի, պատասխաններ ունի եւ այլն, չէ, բնականաբար, եւ քանի որ նաև մշակույթից խոսեցինք, մեր քաղաքական մշակույթի հարցերն են քանի որ ազգային ժողովում անդադ բարձրացվում, քննարկվում, հա, կոռուպցիայի տրամաբանությամբ, հոգևորի չհոգևորի տրամաբանությամբ կամ այսպես ասենք երևույթներին գնահատական տալու ախտորոշելու տրամաբանությամբ, եթե իհարկե հետևել եք խորհրդանի վերջի օրերի աշխատանքներին, բարեբախտաբար ոչ։ Շատ լավ, այնտեղ հիմնական կռիվը գնում է երկուշաբթի օրվանից սկսած մի շաբաթ, հա, հիմնական կռիվը դա Վարդան Ղուկասյանի կալանավորման հարցն է եւ եկեղեցու վերնախավի ու իշխանության վերնախավի միջև առճակատումը, այդպես ասենք, մանավանդ այն բանից հետո, երբ կարգալույց եղավ Տեր Արամը, կարգալույց արեցին նրան, բայց նա Կիրակի օրը պատարագ է մատուցելու, որի նաեւ վարչապետն է ներկա լինելու եւ կոչ են անում հավատավոր մարդկանց գնալ մասնակցել այդ պատարագին, հա։ Նկատի ունեմ, եթե մենք խոսում ենք քաղաքականության շրիշակի մակարդակի վրա լինելու մասին եւ նաեւ խոսեցիք, որ մենք սահման չենք ճանաչում, հա։ Այստեղ կան սահմաններ, որ մենք անցնում ենք։ Այս իմ թվարկած երկու օրինակ թվում է թե իրարից շատ տարբեր օրինակների, բայց օրինակ մյուս կողմը մյուսին միշտ փոխկապակցում է իրեն եւ արդարացնում իր գործողությունները նրանով, որ ինքը կրոնական է կամ իր դեմ հալածանքները պայմանավորված են նրանով, որ ինքը այդպես քրիստոնյա է, չգիտեմ, ու նման բաներ։ Ես ձեր ասացի տրամաբանությունը լրիվ հասկացա եւ լրիվ ընդունում եմ առանց որևէ վերապահման։ Շատ ճիշտ եք ասում, ամեն ինչ քաղաքականություն է։ Պարզապես, գիտեք, ես եւ դուք ինչքան մեղք ենք
ինչպես Վահան կասել, ինչքան թշվառ է մեր վիճակը, ողորմելի է մեր վիճակը, եթե հիմա երկու մարդ նորմալ կրթություն ստացած, կարծում եմ, նստել ինչ-որ Վարդան Ղուկասյանի մասին պիտի եթեր լցնեն, սա մեր ողբերգության ցուցիչներից է, մենք հիմա պիտի խոսեինք և վիճեինք և կռիվ անեինք շատ տակ, թե այ Կոստանդզարյանի այսինչ ասածն է ավելի արդյունավետ երկրի ապագայի համար, թե Եղիշե Չարենցի այսինչ ասածն է, թե Եղիշե Չարենցը կարող էր սխալված լինել կամ ոչ, մենք ակունքներին մեր էության էատարժերի մասին այսօր պիտի խոսեինք, իսկ հիմա այս կռիվը էատարժերի մասին է, բոլորն էլ զբաղված են մանիպուլյացիայով, նույնքան եղկելի են եկեղեցականների վերնախավում գտնվողները, որքան որ իշխանության վերնախավում գտնվողները, որովհետև դա ոչ մի կապ չունի ոչ պարոն վարչապետի ասած հայ առաքելական եկեղեցու ազնվացման մաքրման հետ եւ ոչ էլ մյուս կողմից կաթողիկոսի կամ եպիսկոպոսների ասած, թե սա արշավ է հենց բացառապես հայ եկեղեցու դեմ, կարող է վերածվել արշավի հայ եկեղեցու դեմ։ Գիտեք, մեր պատմությունը այնպես չի, որ սա առաջի անգամ է կրկնում, թեև Նիկոլը կարող է ասել, որ էլի աննախադեպ բառն օգտագործելով հիմա ոնց որ ճանաչում է, վերջերս քիչ է ասում աննախադեպը, բայց էլի կարող է ասել, որ ինքը աննախադեպ մաքրման աշխատանքներ է սկսել, բայց միջնադարից մենք ունենք հակաթոռ կաթողիկոսություններ ենք ունեցել։ Ընդ որում մի բան եղել, որ 4-5 հակաթոռ կաթողիկոսություն միաժամանակ են գործել Հայաստանում։ Բայց երբ են գործել, սրա տրամաբանական եզրակացությունը փորձենք անել կամ խորքը տեսնել։ Գիտեք, երբ որ երկիրը քաոտիկ վիճակի մեջ է եղել, անիշխանական վիճակի մեջ, հիմա երբ որ այս նույն բանն է, ես համամիտ եմ Կիլիկիայի կաթողիկոսի հետ, այդ Անտիլիասի կաթողիկոսի հետ, որ մեր երկիրը դեպի քայքայում է գնում։ Ինքնականդվում ենք։ Այո, երբ որ հոգևոր կարերը քանդվում են պիջակի վրայից, հա, պիջակը քանդված, մաս ընկնելու է ներքև։ Երբ որ մենք եկեղեցու ոչ թե այն թելերը, որոնք վատն են քաշում եւ փորձում ենք տեղը նորն անցկացնել, կամ նորն անցկացնելուց հետո վատը քաշում մենք ուղղակի դերած փրթիկ ենք անում, այո, ինքնականդման մեջ ենք մենք գտնվում։ Երբ որ ինչպես է ավետարանում ասում, ավելի շուտ ուխտը կանցնի ասեղի անցքով, քան մեծահարուստը երկնքի արքայություն, հիմա ավելի շուտ մեր կրթության կարևոր օղակներում ավելի շուտ, հա, այսպիսի մտավոր հետամնացներ սակավամիտներ կանցնեն, կլինեն, կամ որևէ ողջախոհ մեկը եւ տեսնում ենք, որ քանդում են մանկավարժական բուհում, տեսանք ինչեր են կատարվում, իրենց մուր, իրենց գլուխը, իրենց կադրերը, այդ որ դուք չէիք նշանակել։ Հիմա խեղճ Վանեցյան, այն մյուսը ինչեր են, որ ասում էր ամաչում եմ, որ հիմա պատգամավոր է, մտում թե անդիմադիր, որ առանձին դուրս եկավ ԿՊ-ի շարքերից, Հովիկ Աղազարյան բան, բայց նաև ասում էր, որ այ հիմա տեսնելով պարոն Փաշինյանի վարկես հավատում եմ, որ Հիսուսը քայլել է ջրերի վրայով, հիմա Նիկոլին ամենավերջին հայանքները տվողներից ես հիշում եմ, հրապարակավ կամ անեկեք մենք իրար կողք դրեք, էլի ասում էր Աստծո աչքն է, Աստծո փոխանորդն էլ հիմա փարավոններն են ելնում, մեկ Հռոմի Պապը, մեր կաթողիկոսը, մեկ մեր վարչապետը, դրանք են էլի, թե ինչ փոխատեղվում է։ Հա, թե ձեզով մեդիում կարգեց, ինչ գիտեք, չի կարելի խառնվել այդտեղ։ Ինձ նմանները կարծում եմ հաստատ կարգալույծ արվածի պատարակի չեն գնա։ Ոչ թե նրա համար, որ անարժան է արվել կարգալույծ, այլ որ պետք է օրենքը հարգել, քանի դեռ այդ օրենքը մեկ այլ օրենքով փոխարինված չէ։ Իսկ օրենքն այն է, որ կաթողիկոսն իրավունք ունի կարգալույծ անել։ Դուք պատկերացնում եք, հիմա ասենք, պարոն վարչապետը գլխավոր շտաբի պետին հեռացներ աշխատանքից, այն որ ասում էր կսովածանանք իջնեն։ Եվ սուտ էր ասում, տարիներ անցան այդ մարդիկ չեն սովածացել, չեն իջել եւ նշանառության տակ ջերմուկը պահում են։ Ասենք հեռացներ աշխատանքից, այդ մարդը դուրս չգար, ասես չեմ գալիս, դուրս չեմ գալիս այստեղից։
մենք էլ գնանք, ասենք, հա, գնում ենք գլխավոր շտաբի պետի հրամանները կատարելու։ Բայց հիմա լավ, ընդունենք թող բոլորն ատեն Նիկոլին, բայց այդ մարդու ձեռքին է այդ իրավունքը։ Մի քանի դեռ իրեն չես փոխել, իրավունք չունես նրա հրամանները, թե այդ դեպքում խնդրեմ քաղաքացիական անհնազանդություն հայտարարեք։ Իսկ եթե չէ, այս դեպքում էլ կարելի ասել հավատամքային անհնազանդություն հայտարարեք, որն արդեն իսկականից էլ ձևեր թափել հնարավոր չէ, սա իրոք եկեղեցու դեմ է, ոչ թե մի քանի եկեղեցականների, որոնց բարոյական կերպարից բարոյականությունն էլ սեռական կողմնորոշումները կամ վարքը նկատի չունեմ, հա, բարոյականությունը լայն առնում, որոնց հանդեպ բնականաբար ցանկացած ողջամիտ հայ թերահավատություն ունի ու տհաճություն ունի, բայց քանի դեռ իրենք են, քանի դեռ օրինական ճանապարհով արված չէ, չի կարելի վայրահաչել, ուղղակի չի կարելի։ Այդ թեմաներին նաև խորհրդանում երեք հենց վարչապետն էր անդրադարձել, ասաց, որ մեկը KGB-ի գործակալ է, մեկը բոսյակ է, մեկը սեռական մոլագար ու այսպես շարունակ է եւ ասաց կյանքի գնով էլ լինի այդ սրբությունը ազատագրվելու է, այսպես ասած։ Դե դա մի քիչ ճամարտակություն է, սրբություն մրբություն ասելով այդ ճամարտակում է, բայց եթե ասել է KGB-ի գործակալ է, ասելուց առաջ պարտավոր էր դա հրապարակել, այդ մեկը Մեկի անունն էլ տվեց։ Ասեց աղբերը կարծեմ։ Այո, կարծեմ աղբերը, որ հիմա Ռուսաստանում է, հա, Վարունցան։ Թեմի առաջնորդն է նաև նախաճան։ Տենց դեմքին նայելով զգում ես, որ դա այն չի։ Օրինակ, ես եկեղեցի մտնում եմ շատ հաճախ, բայց աշխատում եմ նայեմ հոգևորական չլինի նոր, եկեղեցական չլինի նոր մտնեմ։ Հա, սա ամենևին չի, բայց ուրիշ եկեղեցիներ չէ որ մտնում եմ, էլի, միայն մեր առաքելականը։ Բայց այստեղ տեսեք, երբ որ ասում է, տեսեք իրեն վերապահեց լուստրացիա անողի դերը, մեկին է կողմնապահորեն, մեկի անունը տալիս է, դեպքում ամբողջը հանի, մանավանդ նրանցը քո իշխանության մեջ գտնվողների, որոնց մասին անդիմադիրներն ասել են, հրապարակավ անուն ազգամներով ասել են, հանի գործերը դիր։ Այսինքն լուստրացիա բոլորի համար։ Ասում է դուք էլի բառեր, որակումներ տվեցիք, որ տվել է մարդկանց, հա, դրանց իրավունքը ունի տալու բժիշկը, հա, չգիտեմ ինչ էր ասել։ Բոսյակ, սեռական մոլագար։ Սեռական մոլագար կարող է ասել բժիշկը, հատուկ մասնագետը։ Ես հասկանում եմ, որ մեր վարչապետը եւ բժիշկ է, պսիխոթերապևտ, եւ սեքսոպաթոլոգ, եւ դպրոցների կախիչները ստուգող, եւ եկեղեցու սրբության աստիճանը չափող սրբոմետրը, հա, ամեն ինչ է։ Դա վատ փիլիսոփայություն, այ դրանով է վտանգավոր Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը ճիշտ նույն այն Ղարաբաղյան կլանն է, ինչ է ասում, դրանց փիլիսոփայության մեջ է։ Մենք լող գյուդում ենք, այ լող գյուդելը գիտենալը, իմանալը հասցրեց նրան ոչինչ ընդունելու անկարողությունը կամ կարծրամտությունը հասցրեց նրան, որ այսօր մենք Արցախ չունենք եւ արցախցիներն այսօր աղի նման սփռվել են աշխարհով մեկ։ Այ հիմա սա է տանում, այսպիսի մոտեցումը տանում է դեպի դա, չի կարելի, պետք է հանդարտ լինել, կախիչ ստուգելը թողնել, օտեկա է եսի միջա դրանց թողնել, բժշկական եզրակացություններ, ախտորոշումներ տալը թողնել բժիշկներին, ինքը մենակ մի բան կարող է անել, որ պատգամավորական ամենամեծ խմբակցությունն ունի, օրենք ընդունի լուստրացիայի մասին եւ անկողմնակալորեն դա անի, ինքը կարող է մի բան անել, մտցնել օրենք անվանափոխումների մասին, ինչով դուք սկսեցիք ձեր, կարծում եմ ինձ ավելի հոգեհարազատ հաղորդման մասը, անվանափոխումների մասին օրենք ընդունել, բայց ոչ թե ունքը շինելու փոխարեն աչքը հանել, հա, այսինքն ինչ տարբերություն հիմա KGB-ի ագենտ ես, ՑՍՌ-ի ագենտ ես, ագենտն ագենտ է, էլի մի ագենտի անունը մյուսով չփոխարինել, մեկի ստրուկին մյուսով չփոխարինել, այսինքն եթե ես եւ ինձ նմանները ասում ենք կեցե արևմտյան քաղաքակրթությունը, չէ, դա չի նշանակում։ Դա ամենևին չի նշանակում, որ կեցե Թրամփը կամ ագենտուրան։ Այո, կամ առավել եւս կամ ագենտուրան, այո։ Այսինքն պետք չի իհարկե ծայրահեղությունների մեջ բնականաբար։ Այդ էլի սահմանին ենք գալիս, պարոն Ոսկանյան, գալիս ենք սահմանին, որ մենք սահման ճանաչել չգիտենք, դրա համար էլ մեր ամենալլկված փաստաթուղթը, որ ամենակարևորը պիտի լիներ, սահմանադրությունն է։ Բոլորն ասում են, հա, լավ է, բայց որևէ մեկս ակնածանքով չենք վերաբերում դրան։ Դե ասում են նորը
կլինի եւ իր ամենամեծ խնդիրը կլուծի կլինի։ Մենք անլուրջ պետականություն ենք դառնում։ Եթե ամեն եկող տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ընդունվեց սահմանադրությունը, որին ես դեմ եմ քվեարկել, բայց որի ամեն մի տարեդարձը ես իմ համախոհների հետ քայլելով ոտքով Գայի արձանից գնում ենք Չարենցի կամար ամբողջ գիշերը խարույկի շուրջ այնտեղ ենք, որտեվ թող վատը լինի, բայց իմը լինի։ Թող մոտեցումը սա կարծում եմ պիտի լինի, թեկուզ հիվանդ, բայց իմ պետությունը։ Երբ որ դրսից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին բան է ասում կամ Ռոբերտ Քոչարյանին բան է ասում, ես փրփրում եմ, շատ վատ եմ զգում, նա իրավունք չունի ասելու։ Ոնց որ այն չընթերլով բաներ եկել է իրավապաշտպաներ, դատապաշտպաներ, ինչ է։ Հա, ինչ ուզում ես ասա, բայց իմ երկրի ղեկավարին դու այդ անպատվելու իմ իրավունքը մի ուզուրպացրու։ Ես կարող եմ իմ քաղաքական ներկա իշխանությանը, նախորդ իշխանությանը հայհոյել ընդཐུպ, բայց դա իմ իրավունքն է, դու եկել ես ինձնից բան ես գողանում։ Դա ուրեմն Ռադետ Քաշի կամ էլ մտիծակը, չնայած Նիկոլ Միզուրել բան արեց, բռնեց դրան նստացրեց։ Պետք է դեպորտ աներ ու ասեր 20 տարի Հայաստան մտնելու իրավունք չունես։ Հասկանում եք, հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը ինքն իր վրայով ձևեց մի խայտարակ սահմանադրություն։ Հետո անունը դրեց թե վերափոխում է, բարեփոխում է Սերժ Սարգսյանը փոխեց, բայց դա բարեփոխում չէր, իրոք պետության կարգ փոխվեց, դա նոր սահմանադրություն էր, այսինքն մենք կիսանախագահականից անցանք վարչապետական համակարգի, եթե 4 հանրապետություն են ասում, գուցե հենց դա է։ Մեխալը մի հատ երրորդը չմարսած են, մենք ենք մեր սայրի մեջ, ոնց որ ասում համեցեք խորոված ուտել, ասում են թող մեկ կերասներս մարսենք, մենք երրորդ հանրապետությունն էր, ոտի չկանգնած հայրենիք շուրջ պետություն չսարքած, մենք արդեն ձևեր ենք թափում, քանդել նորը սարքել, քանդել նորը սարքել, 0-ից սկսել, իմ կետից սկսել, այդ 0-ից ու իմ կետից սկսելը քանի հազար երեխու արյուն արժեցավ եւ քանի տասնյակ հազար մարդու արցունք արժեցավ։ Չի կարելի այդ հեղափոխականությունը շատ վատ բան է։ Եթե մոլորակի վրա, կարծեմ Չերչիլն էր ասել, հա, գուցե սխալվում եմ, որ հեղափոխությունից վատ մեկ էլ մի բան կա, դա հակահեղափոխությունն է։ Դա ամենասոսկալի բանն է հեղափոխությունը։ Շատ խոսվեց հնարավոր ինչ-որ արտահերթ ընտրությունների մասին, ընդհանուր միջև մա խոսվում է, հա, որ կարող է արտահերթ ընտրությունների գնա իշխանությունը, բայց եթե մենք նաև 4-րդ հանրապետություն ասելով, հա, դուք համատություն տարաք, չէ, վերջին համանդրական փոփոխություններով մենք խորհրդանական երկիր դարձանք, եւ բայց եթե դա դիտարկենք նաև այսպես ասենք 4-րդ հանրապետության տրամաբանության մեջ, երկրի կարգն է փոխվում, հա, կառավարման, բայց այս խորհրդանը հավանաբար դեռ այս վերջինը գուցե միջև վերջ կապրի չի եղել, որ այն միջև իր ամբողջ ժամկետը ծառայի եւ մենք հասկանանք էլի այս խորհրդանական իրենց ինչ է առհասարակ ներկայացնում։ Մենք չենք ունեցել։ Նա խորհրդարանականի ժամանակ չենք ունեցել, իսկ նախագահականի ժամանակ Փարքասը ունեցել ենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյան չենք ունեցել։ Այո, բայց այս ինչ է կարծում, արժի որ այս խորհրդանին տալ այդ հնարավորությունը մինչև իր ժամկետը գնա, հետո նոր արդեն, այսինքն գնանք հերթական ընտրության, էլի տեսնենք այս խորհրդանի վերջո հասնում է տրամաբանական ժամկետին, թե ոչ որտեղ դեռ չենք տեսել։ Կարելի է մի քիչ խորքից սկսեմ։ Գիտեք, երբ որ հոկտեմբերի 27-ը եղավ 99 թվականին, իդեպ ասեմ, ես 98 թվականի նախագահական ընտրություններում իմ քվեն տվել եմ իմ ընկեր Վազգեն Սարգսյանի կոչով, իմ քվեն տվել եմ Ռոբերտ Քոչարյանին։ Բայց երբ հոկտեմբերի 27-ն եղավ, ես շատ սիրալիր խնդրելով բան հրապարակված է դա մամուլում կա, հա, խնդրեցի ասում եմ գնացեք, Վազգեն Սարգսյանը գնաց, ինքն իր հետ իմ ձայնը տարավ, մեր ձայները տարավ։ Հիմա դրեք մի հատ արդար ընտրություն կատարեք։ Ինքը բնականաբար չեր անի, ես ով էի որ աներ, կամ իշխանությունը քաղցր բաներ, բաց կթողներ։ Հետագա որևէ արդար ընտրություն չկայացրեց, չեղավ իր օրոք։ Սերժ Սարգսյանի օրոք նմանապես որևէ արդար ընտրություն չեղավ։ Իսկ ընտրությունը սրբազան բան է, գիտեք, Աստված կարող էր, չէ, ըստ հին կտակարանի դրախտում պարզապես այդ գայթակղության ծառը չդնել, բայց ինքը մարդուն տվեց ազատ ընտրելու հնարավորություն։ Մենք աստվածամերժ ենք, երբ որ ընտրություն ենք կեղծում, եւ աստվածամերժ են մեր բոլոր ղեկավարները, սա սոսկալի է, եղել եւ N։ Իսկ 4-րդ հանրապետություն, գիտեք, օրինակ ես էլ այն ժամանակ երևի շատ երիտասարդ էի, դեռ 30 տարեկան էլ չկայի։ Երբ որ 94 թվականի վերջին իմ ընկեր երկրապահները մտան դաշնակցության գրասենյակներն ավերեցին եւ ոտքերի տակ էին գցել
դաշնակցական գրականությունը, դաշնակցական զոհված տղերքի, ասին նաև Թաթուլի նկարն են տեսել ոտի տակ ընկած։ Դա Շապիկը մարմնին մոտ է, ես Թաթուլի համար բնականաբար ավելի կամ Վարդանի համար, Բախշյան Վարդանի, որ սիրելի ընկերս է եղել, ոտի տակ գցած։ Հաջորդ համարը շրջանթերթի, փակվեցին դաշնակցական թերթերը, բոլոր ընդդիմադիր թերթերը, միակը Սամվել Շահինյանի կուսակցության այդ շրջանթերթներ, որի գլխավոր խմբագիրն է, 4 հանրապետության մասին գրեցի եւ ասացի, որ մեռավ երրորդ հանրապետությունը, երբ որ երրորդ հանրապետության հերոսին կրունկի տակ են առնում։ Այստեղ այսինքն ստեղ թվերի մասին չէ, էլի որ շատ ամոթ էր նախորդ նախագահն էլ չէ, ինչ էր Արմեն Սարգսյան տուրիստական համիատ նախագահ ունենք։ Ինքն էլ ասաց, հա, ինձ կարող եք համարել երրորդ հանրապետության վերջին, չորրորդ հանրապետության առաջին, չէր խունջիկ գալիս, փիլիսոփայությունը թող դնա, հետո մի հատ հոդված գրեց այս տարի, չէ, դեպի չորրորդ հանրապետություն։ Ամոթ է, տենց խելոք մարդկանց պետք է ասել ձեր խելոքության բարձունքում մնացեք եւ ծառայեք էլի, լավ ասենք ուրիշներին ծառայում եք, մի քիչ ձեր երկրին ծառայեք։ Ոնց որ Քրքորյանը պետք է անպայման ասեն փողերը տարդիր որ բերեր տներ։ Հիմա ի՞նչ է կատարվում։ Forbes-ի 2 միլիարդատեր հայերից մեկը Բաքվի բերդում, մեկը Երևանի բերդում, հետում հետ են փողերը կիսում։ Չեք զգում, որ սա միջազգային ծրագիր է, որ ինչ որ խմբի, միջազգային մի հատ խորհրդային խմբի, որ հայազգի ֆինանսատերեր չլինեն, հայկական ազգային կապիտալ որ չկա, պարզ է, ամբողջը կոմպրոդուրային կապիտալ է, ազգային կապիտալ մենք չունենք, բայց որ հայազգիների ձեռքից նաև վերցվի, որտեղ նրանք հաշվել են, որ կարող է հանկարծ դրանք վերջին պահին անկանխատեսելի լինեն։ Գիտեք, իմ բարեկամներից մեկը, ավագ ընկերներից մեկը փառահեղ մի հարցազրույց էր տվել 96 թվականին, այսպեսի բան էր ասել. Հայաստանը օտարերկրյա հատուկ ծառայություններից ոչինչ չունի թաքցնել, ով չի ալարում, այստեղ բերել լցրել է իր հատուկ ծառայությունը, լղտեսները վխտում են, բայց չեն կարողանում մի պարզ բան հասկանալ, մեզ ոտից գլուխ գիտեն, ամեն ինչ գիտեն մեր մասին, նույնիսկ ավելին, քան մենք գիտենք։ Մի բան չեն կարողանում հասկանալ, թե էքստրեմալ վիճակներում հայն իրեն ինչպես կդրսևորի։ Իսկ այդ վիճակում ես վստահ եմ, որ տեսեք հանկարծ մի հատ ռուսական դպրոց ավարտած, բայց քույրը նաև հայերեն երգեր է երգում, հա, Վարդանյան, Ռուբեն Վարդանյանը, որ Բաքվի բանտում է։ Վերջին պահին, եթե անգամ հանձնարարությամբ եկել էր ինքը, եթե անգամ կարծում եմ, որ այո, բայց միևնույն է, նայում էր, որ ինքը հայի գործեր ուզում անել, հացի փուռ էր բացում, ձրի, հա, Արցախում։ Այս մարդն եկել ստեղ ինչ որ բաներ էր անում։ Իսկ հիմա, քանի որ Ռուսաստանը փլուզվում է տնտեսապես, կարող է դեռ երկար մնալ, կայսրությունները մեկ օրում չեն մեռնում կամ մեկ տասնամյակում չեն մեռնում։ Քանի որ փլուզվում է, այ այնտեղ մենք չգիտենք այդ փլուզվող համակարգում մեր հայ մեծահարուստներն իրենց ինչպես կպահեն, քանի որ մենք չգիտենք, նրանք էլ չգիտեն, քանի որ չգիտեն, ուզում են դրանց վերացրած լինել, նրանց կապիտալը մեջ արած լինել։ Պետք չի, որ մենք թշնամու ջրաղացին ջուր լցնենք, մենք չգիտենք դա մեզ ինչ օգուտ է բերելու դեռ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։